Բարեկամներ, բարի օր։ Թվում էր թե տարածաշրջանը, որտեղ նաև մենք ենք ապրում, վերջապես շունչ է քաշում, հրադադարի շուրջ ձևավորված հարաբերական կայունությունը որոշակի լավատեսություններ առաջացրել, որ մերձավոր արևելքը գոնե ժամանակավորապես հեռանում է լայնամասշտաբ ռազմական բախման եզրից, բայց ինչպես ցույց տվեցին վերջին ժամերի իրադարձությունները, պատկերը բոլորովին այլ է։ Շատերի համար այս հրադադարը հարաբերական որ կար, իրոք հույս էր, այդ ամենը հույս էր ներշնչել, որ երկարատև լարվածությունից հետո հնարավոր կլինի վերադառնալ դիվանագիտական ուղի։ Երկու կողմից կամ երեք կողմից այդպիսի քայլեր մենք տեսնում էինք, սակայն այդ լավատեսությունը, ինչպես պարզ դարձավ, բավականին կարճ տևեց։ Ըստ ամերիկյան աղբյուրների Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, որը Թուրքիայում մասնակցում էր ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, արդեն հաստատել է Իրանի դեմ ռազմական գործողությունների ծրագիրը, գիտեք, հարվածներ են միմյանց հասցրել, միջ այդ Անկարայում նախագահը Միացյալ Նահանգների խորհրդակցություններ էր անցկացրել Պենտագոնի ղեկավար Հեքսեթի հետ, պետքարտուղար Ռուբիոյի հետ, ֆինանսների նախագահ Բեսենթի հետ, ինչպես նաև Միացյալ Նահանգների զինված ուժերի շտաբերի պետական միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Քենի հետ։ Այս հանդիպումը փաստացի ցույց տվեց, որ Վաշինգտոնը նախապատրաստվել էր ոչ թե սահմանափակ պատասխան Իրանի դեմ, այլ ավելի լայնամասշտաբ ռազմական օպերացիայի։ Միացյալ Նահանգների հարվածները ուղղված են Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին։ Իդեպ այստեղ հետաքրքիր բան կա, մի քանի օր առաջ Թրամփը հայտարարեց, որ Իրանը ոչ մի հակաօդային պաշտպանական համակարգ այլևս չունի, նախորդ ամիսների ընթացքում Միացյալ Նահանգները ամբողջությամբ դրանք վերացրել են, բայց այսօր հարվածները հասցնելուց հետո հայտարարեցին, որ ոչնչացրել են այդ համակարգերը, ոչնչացրել են ըստ ամերիկյան տեղեկությունների առափնյա հսկողության միջոցները, զինահրթիռային եւ թևավոր հրթիռների կայանքները, անօդաչու թռչող սարքերի արձակման հարթակները եւ նավահանգստային մի շարք ենթակառուցվածքներ։ Լուրջ վիճակ, բարեկամներ։ Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունը ավելի ուշ հայտարարեց, որ հարվածների ընթացքում խոցվել է ավելի քան 80 թիրախ, այդ թվում հակաօդային պաշտպանության համակարգեր, հրամանատարական կետեր, առափնյա ռադիոլոգիստիկ կայաններ, հակահրթիռային համակարգեր, համալիրներ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տասնյակ մոտորանավակներ։ Հեղինակավոր Axios պորտալի աղբյուրների փոխանցմամբ այս գործողությունները 4-5 անգամ ավելի լայնամասշտաբ էին, քան հունիսի վերջին իրականացրած հարվածները, իսկ CNN-ի աղբյուրներից մեկն էլ դրանք բնութագրում է որպես պատիժ, որը արագ չի ավարտվի։ Ինչ ասեմ, սակայն Թեհրանը չլռեց, ավելին, համապատասխան գործողություններ էլ Թեհրանն է իրականացնում, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային եւ օդատիեզերական ուժերը հայտարարում են, որ համատեղ հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերի գործողություններ են իրականացնում, որպես պատասխան Միացյալ Նահանգների հարձակումների, խոցվել են տարածաշրջանում Միացյալ Նահանգների մի շարք օբյեկտներ, Ռազմական պահապան կորպուսի հայտարարության համաձայն ամերիկյան գործողությունները նպատակ ունեին ստվերել Իրանի նախկին գերագույն առաջնորդ Խեմենեիի հրաժեշտի արարողությունը, իրանական կողմը նաև պնդում է, որ հարվածներ է հասցրել Բահրեյնում տեղակայված Միացյալ Նահանգների 5-րդ նավատորմի ենթակառուցվածքներին, Քուվեյթի Ալի Ալ-Սալեմ ավիաբազային, ինչպես նաև խոցվել է Միացյալ Նահանգների 1 MQ-9 անօդաչու թռչող սարք։ Նաև միևնույն ժամանակ այս պնդումների վերաբերյալ գոնե Միացյալ Նահանգները շատ սահմանափակ տեղեկություններ է փոխանցում։ Ընթանալով առաջ այս բարդ իրավիճակում Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը չեղարկել է Իրանից նավթի եւ նավթամթերքի մատակարարումների հետ կապված մի շարք լիցենզիաներ, փորձելով ավելի մեծացնել տնտեսական ճնշումը Թեհրանի վրա։ Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ, երբ որ համաձայնագիր էր ստորագրվել, այդ բոլոր պատժամիջոցները եւ սահմանափակումները հանվել էին, ինչպես ասանք, երկար չտևեց այդ process-ը։ Այս ամենը իրոք ցույց է տալիս, որ Վաշինգտոնի եւ Թեհրանի դիվանագիտությունը վաղուց դուրս է եկել միայն ռազմական հարթակից։ Խնդիրը շատ ավելի լուրջ է եւ շատ ավելի խորը։ Այն միաժամանակ ներառում է տնտեսական, քաղաքական, դիվանագիտական, ինչու՞ չէ հոգեբանական ճնշման ամբողջական դրույթները, ոչ միայն այս ամենով նրանք փորձում են վնասել մեկը մեկին, այլ նաեւ ազդակ ուղարկել դաշնակիցներին ու հակառակորդներին։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը քանիցս եվրոպական իր գործընկերների
ընկերներին արդեն մատնացույց արել էր, որ մենք կհիշենք, որ դուք գործողություններ չիրականացրեցիք մեզ հետ Իրանում։ Ամենամեծ վտանգը այս պարագայում այն է, որ նման փոխադարձ հարվածները կարող են վերածվել իրոք անվերահսկելի էսկալացիայի, ներքաշելով նոր պետությունների, վտանգելով Հորմուզի նեղուցով համաշխարհային էներգետիկ փոխադրումները եւ հերթական անգամ ամբողջ տարածաշրջանը կանգնեցնել լայնամասշտաբ պատերազմի վտանգի առաջ։ Սակայն այս ամբողջ զարգացումները չի կարելի անտեսել նաեւ իսրայելական տեսանկյունից, որովհետեւ մեծ հաշվով ինչ եղավ հանուն Իսրայելի։ Եկեք ասում է ծուր նստենք, շիտակ խոսենք։ Տպավորություն է ստեղծվում, որ Թել Ավիվը երբեք էլ այդքան լիովին չի հավանել են փաստաթղթերը, որոնք ստորագրվել էին Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև։ Այդ ընկալումը առավել ընդգծվեց Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուի վերջին հայտարարությունից հետո։ Newsmax հեղինակավոր պորտալին տված հարցազրույցում Իսրայելի վարչապետը կրկին շեշտեց, որ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի միջև Իրանի հարցում գրեթե լիակատար համաձայնություն կա, թեև որոշ տարաձայնություններ ամեն դեպքում պահպանվում են, մասնավորապես Թուրքիայի F-35 կործանիչների հնարավոր մատակարարումների թեմայի շուրջ։ Նետանյահուն հայտարարեց, որ Իրանը շարունակում է լուրջ սպառնալիք ներկայացնել, պնդելով, որ Թեհրանը քիմիական եւ ատոմային զենք կարող է ստեղծել, սակայն նրա խոսքով մարդկության համար ամենամեծ վտանգը արմատական իսլամական ռեժիմի եւ միջուկային զենքի միությունն է։ Ինչ է ասում Իսրայելի վարչապետը, մեջբերեմ իր խոսքը։ Մենք այդ վտանգը ետ ենք մղել, բայց աշխատանքը դեռ ավարտված չէ, մեջբերման ավարտ ասել է Իսրայելի վարչապետը, միաժամանակ ընդգծելով, որ չի վստահում Թեհրանին եւ կասկածում է ցանկացած հնարավոր համաձայնության կատարման հետ, որտեղ Իրանը ըստ Բենյամին Նետանյահուի չի պահպանի իր խոսքը։ Այս հայտարարությունները բարեկամներ եւս մեկ անգամ ցույց են տալիս, որ Իսրայելի քաղաքական ղեկավարությունը Իրանի հարցը համարում է դեռևս չավարտված օրակարգ եւ պատրաստ է շարունակել առավել կոշտ քաղաքականությունը, եթե համարի, որ Թեհրանը վերականգնում է իր ռազմական ներուժը։ Արդարության համար ասենք, որ նաեւ իրանական կողմից բավականին, այսպես բարձրագույն հայտարարություններ են հնչում, ինչը կարծես ավելի է թեժացնում իրավիճակը։ Դե ինչ, եւ այստեղ առաջանում է շատ պարզ հարց, որը տարիներ շարունակ կրկնվում է մերձավոր արևելքում։ Ինչու ամեն անգամ, երբ թվում է, թե պատերազմը նահանջում է, հայտնվում է նոր կայծ, որը կրկին հրդեհում է ամբողջ տարածաշրջանը։ Ինչու այն պահին, երբ մարդիկ սկսում են հավատալ խաղաղությանը, նոր հարվածները ոչնչացնում են այդ հույսը։ Ինչու։ Թերևս սա է տարածաշրջանի ամենադժվար իրականությունը, այնտեղ խաղաղությունը հաճախ դառնում է ընդամենը կարճ դադար հաջորդ բախումից անմիջապես առաջ, իսկ ամեն նոր էսկալացիայի հետ ոչ միայն ավերվում են ռազմական օբյեկտներ, այլ նաև մարդկանց ամենաթանկ երազանքները։ Հավատը, որ վաղը կարող է լինել խաղաղ, քան երեկ։ Չգիտեմ, ինչու է այդպես։ Հետևեք զարգացումներին, իսկ դուք մտածեք այդ ուղղությամբ։